Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մենք կրկին միասին ենք։ Բարեկամներ, այս ընթացքում մենք որոշել ենք ձեզ ցույց տալ այն գերագրատեսակները հատկապես եւ սառը նախուտեստները, որոնք մենք պիտի առաջարկենք, որ զարդարեք դուք ձեր ամանորյա սեղանը։ Ինչու ամանորյա սեղանը մենք շատ ու շատ զանգեր ենք ստանում եւ մարդիկ ովքեր անհանգստացած են, իսկ դա բնական է, իրենց սեղանի տեսքով։ Առաջարկում եմ, որ տաք նախուտեստներից բացի, նաև այլ լուծումներ առաջարկենք մենք այս կամ այն սառը նախուտեստների մասով։ Եվ հենց այդ ձեր խնդրանքը իրականացնելու համար, հարգելի հեռուստադիտողներ, ես այսօր հյուր եմ հրավիրել մեր հաղորդմանը հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Օլիվիա ռեստորանի ավագ խոհարար, մեր լավ բարեկամ Յոհաննա Արաքելյանին։ Ողջույն Յոհաննա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, դուք լավ եք։ Շատ լավ եմ, ես բացման խոսքում արդեն նշեցի, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք, թե ինչ պիտի առաջարկենք մեր հեռուստադիտողներին ամանորյա սեղանը հետաքրքիր դարձնելու համար, այսպես ասենք։ Այո։ Չնայած որ մենք միշտ ուզում ենք որ ճոխ լինի, առատ լինի, եւ դա բնական է, պիտի առատ լինի, որ տարին ինչպես են ասում, առատ լինի եւ առատ դիմավորենք առատությունն էլ թող մեզ միշտ ուղեկցի։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր մենք որոշեցինք պատրաստել նախուտեստներ, քանի որ որպեսզի շատ չծանրաբերենք մեր տանտիրուներին, չհոգնեցնենք այդ նավտոներին, պատրաստենք այն, ինչ մեզ հեշտ է եւ գեղեցիկ է եւ համբույր։ Եվ նորություն կլինի։ Եւ նորություն կլինի հայկական սեղանների վրա։ Ավանդույթը, բայց նորություն կլինի, որտեղ առավոտյան հենց զարթնում ենք, մենք արթնանում ենք, հատկապես տղամարդիկս, ինչ ես պատրաստել նորից, բլինչիկ, տոլմա, պասուս տոլմա եւ այլն։ Մի քիչ նոր բան պետք է ունենանք։ Այս տարի մեզ շատ հաջողվեց շատ լավ ունենանք մթերք, դա հայկական իշխանի փապկամսից սառը ապխտած միս, որը նորություն է մեր շուկայում եւ մեզ համար, մեր խոհարարների համար, եւ մենք ստեղծում ենք նոր ճաշատեսակներ եւ որոշեցինք դա լինի այս տարի նոր տարվա շեմին։ Սկսում ենք պատրաստել այսպես եղանակով առաջի շերտը ունենում ենք 2 տակ։ 2 տակ լավաշից։ Այսպես տնենք, որ հեռուստադիտողը տեսնեն։ Եվ այստեղ մեր պանիրը Սերուցքային պանիրը։ Այո։ Սերուցքային պանիրի մեջ մենք որոշեցինք ոչ ավանդական ինչ-որ կանանչի, դա հայկական ռեհանից։ Նախ ասպրամ։ Այո։ Բավական է։ Այո, բավական է։ Միայն տերևները։ Այո, կտրատում ենք միայն տերևները։ Այստեղ ավելացնում ենք այսպես ավելացնում ենք մի փոքր կարմիր պղպեղ այս ամբողջը խառնում ենք եւ մենք պետք է ունենանք 1 հատ կանաչ վարունգ։ Կանաչ վարունգ։ Այո։ Կտրատում ենք շատ բարակ շերտերով, կարող ենք այսպես երկարությամբ, այո։ Երկայնակի։ Եվ այս ինչը դուք կտրատեք, ես պանիրը կքսեմ լավաշի շերտերի վրա։ Մեր խոհանոցը, հատկապես այդ ձմեռային տոների ժամանակ, շատ ու շատ կախված է եղել մեր մառանից, թե ինչ ենք մենք օգտագործել, պաշարարել, ինչ ենք պահել, ինչ ենք պահպանել, հենց այդ մառանի պարունակությունով էլ մենք պարտավոր ենք զարդարել մեր սեղանները։ Այս շերտերը այսպես ավելացնում ենք մեր պանիրի լավաշ պանիր համեմված ռեհանով եւ մեր ավանդական պանրով, այո, հացը պետք է օգտագործվի մեր սեղանների վրա, իմ կարծիքով։ Վարունգի բարակ շերտեր, այսպես։ Եվ ծածկում ենք մեկ ուրիշ շերտով։ Ծածկենք մեկ ուրիշ շերտով։ Եվ այսպես նորից բարակ շերտով կարող ենք օգտագործել
Ցանկացած կարող ենք բանջարեղեն, ցանկացած կարող է լինել լոլիկ, կարող է լինել գազար, ցանկացած բանջարեղեն կարող ենք օգտագործել, այս բաղը համադրությունը այսպես որոշեցինք։ Այս պատրաստման պահն էլ, երբ որ մենք սկսենք պատրաստել, վստահ եղեք, որ տանը նույնիսկ երեխաների մոտ հետաքրքրություն կառաջանա, թե այսինչ շատ արագ է պատրաստվում։ Այո, եւ արագ է եւ հետաքրքիր է։ Այո, այսպես մենք մանավանդ եթե վստահենք, որ երեխաներն են պատրաստեն, չէ՞։ Իհարկե։ Եվ առողջարար։ Քանի որ ձուկը դա արդեն շատ ենք խոսում, որ երեխաները այս չեն ուտում, այն չեն ուտում, այսպեսի հետաքրքիր ինչ-որ։ Երբ որ իրենք ձեռքով պատրաստեն, իմ կարծիքով կուտեն նորմալ։ Այո։ Այսպես մենք օգտագործում ենք մեր ձուկը։ Եվ այնտեղ մենք կիտրոն ունենք։ Այո։ Երկու հատ բարակ շերտ։ Խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա ես այս կդնեմ կիտրոնը ձկան վրա եւ կսկսեմ պարզապես բոլորել այս լավաշ այսպես։ Պատրաստ է։ Մեկ քանի րոպե կթողնենք այսպես եւ այդ ընթացքում կկտրատենք այսպեսի մի փոքր Սամիտ։ Երբ որ նա պատրաստում է լավ տրամադրություն, շատ լավ ամեն ինչը ավարտվում է։ Վարունգն ավելի համեղ է դառնում։ Ձուկը ավելի։ Այո։ Մենք հիմա կտրատում ենք այս պատրաստածը մի փոքր զգուշությամբ, բուրումներ կամ ինչպես ասում են, ռուլետներ, այո։ Փաթաթան։ Այո։ Ես արդեն սկզբում ասացի, որ կարող ենք օգտագործել ցանկացած բանջարեղեն, քանի որ կարող ենք նաև օգտագործել լոլիկ, որ այստեղ գույները ավելի վառ լինեն։ Կերակուրը նաև պիտի իր տեսքով գրավի։ Իհարկե։ Հարգելի հեռուստադիտողներ, իրոք որ շատ են հարցադրումները այդ սեղանի ծախսի հետ կապված։ Մենք պիտի խորհուրդ տանք միշտ եւ հորդորենք մեկ-մեկու, որ Ամանորը այո լավ տոն է եւ առատ պիտի լինի սեղանները, ասում ենք, բայց այն մրցավազքը, որ միշտ որյականը տեսնենք մենք, կարծում եմ տեղին չէ եւ ոչ թե պիտի մրցավազքի մեջ լինենք, այլ հետաքրքիր լուծումներ գտնել, պիտի գտնենք այն մթերքներից, որոնք առկա են, որոնք կան մեր ձեռքի տակ։ Ես մեկ հատ լոլիկ փոքր լոլիկ եմ ուզում ձեզանից, որպեսզի ավարտեմ։ Ես հասկացա, որ կարմիր գույնը այնուամենայնիվ ուզում ես լինի, առկա լինի։ Իհարկե։ Եվ այսպես ենք գունավորել։ Այո։ Ուտեստը պատրաստ է։ Ահա, շատ հասկանալի ուտեստ է։ Ես վստահ եմ, որ այս ուլեկաս կերակրատեսակը տեսնելով այնուամենայնիվ եւ հյուրերը մեր բոլորի եւ նաեւ տան անդամները մի ինչ որ փոփոխություն կտեսնեն։ Ասեմ, այ ես ինչ է, մեր նոր տարվա սեղանին այսպեսի բան չի եղել։ Խնդրեմ, ցա եւ ներկայացնես եւ քո առաջարկները եւ քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին, Յոհաննա ջան։ Ավարտել ենք մենք մեր աշխատանքը այսօր, նայեք, այսպեսի մի գեղեցիկ ափսե ստացանք, շատ առողջարար, շատ համեղ, շատ արագ եւ չհոգնեցուցիչ բոլորիս համար։ Իսկ գալիք տարին թող բարի լինի, թող բոլորը առողջ լինեն, թող երբեք չմտածեն, որ այդ դժվարությունները, որոնք կան, անոմնան դրանք անցողիկ են եւ բոլորս երջանիկ լինենք։ Շնորհավոր։ Ձեր անունից շնորհակալություն պիտի հայտնեմ Յոհաննային, ապրես Յոհաննա, միանում եմ քո ցանկություններին, հարգելի հեռուստադիտողներ, իրոք որ ամանորը մեր ամենասիրված տոներից է, բայց ամենանայև բովանդակալից, որովհետև մենք բոլորս լցվում ենք սպասելիքների եւ լավ տրամադրության, լավ ապագայի հույսով։ Ես ուզում եմ, որ այդ հույսը երբեք չլքի ձեզ բարեկամներ, եւ գալիք տարվա մեջ դառնանք մի քիչ էլ ավելի բարի, էլ ավելի ժպտերես, ժպտանք բոլորս փողոցում, անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ մեր այդ օրվա տրամադրությունից։
Ուզում եմ, որ միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ լերուկ։ Ձկան փաթաթան, ձկան ֆիլե 80 գրամ, սերուցքային պանիր 20 գրամ, լավաշ 1 հատ, վարունգ 1 հատ, ռեհան աղ, բարյախորժակ։